Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է տոնոց շնորհավոր Ձինետ նախագիծը։ Արգանքներս մեր անդավաճան հեռուստադիտողներին, ովքեր հետևում են եւ ինչպես միշտ ակոպովնայից ակնկալում են թարմ հետաքրքիր նորություններ, ինչ ոչ երաժշտական եւ իհարկե հանդիպումներ լավագույն դեմքերի հետ։ Այսօր ձեզ սպասում է հետաքրքիր էքսկլյուզիվ նորություններ, ինչպես միշտ իմ ֆորմատի մեջ, բայց սկզբունքը չեմ խախտում, շնորհավորում օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկային շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Դրությանը ասում եմ գնա, թող ինձ հետ միայն մնա, երջանիկ իմ սերը բարի ամենա։ Արի սիրենք քեզ կյանքը, որ կյանքն էլ սիրի մեզ, ապրենք ամեն վարկյանը, վերջին վարկյանի պես։ Արի սիրենք քեզ կյանքը, որ կյանքն էլ սիրի մեզ, ապրենք ամեն վարկյանը, վերջին վարկյանի պես։ Սրտի մեջ հուշեր, սերը վերում է մոտ, կյանքը իմ արևոտ, տխրությանը ասում են գնա, թող ինձ հետ միայն մնա, երջանիկ իմ սերը բարի ամենա։ Արի սիրենք ես կյանքը, որ կյանքն էլ սիրի մեզ, ապրենք ամեն վարկյանը, վերջին վարկյանի պես։ Արի սիրենք ես կյանքը, որ կյանքն էլ սիրի մեզ, ապրենք ամեն վարկյանը, վերջին վարկյանի պես։ Սամեկ TV եթերում աշխատանքը շարունակում է տոնոց շնորհավոր Ձինետ նախագիծը եւ ես ֆորմատը նորից չեմ խախտում սկզբունքի հետ մեկտեղ առաջարկում եմ տեսանյութ եւ նորություններով լի եւ երաժշտական եւ ինֆորմացիոն եւ ամենակարևորը կարկառուն դեմքը րոպեներ անց տեսանյութի կլինի մեզ մոտ տաղավարում ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա
վստահ եմ, որ հենց հիմա ավելի մոտ են նստել բոլոր այն մարդիկ, ովքեր որ սիրում են ավելի շատ գեղեցկանալ։ Այն հեռուստադիտողներ, ովքեր որ միշտ Ակոպովնայի ստորիների հետևորդներն են։ Եվ առավել եւս բոլոր այն իմ ընկերները, որոնք գիտեն, որ ես սիրում եմ եւ առաջին եմ, որ պետք է ներկայացնեմ էքսկլյուզիվ նորություններ։ Lia Beauty Academy-ի մասին վստահ եմ գրեթե հարաբերության մեծ մասը գիտի, իսկ ովքեր էլ որ չգիտեն, գիտեն, որ Ակոպովնայի արտաքին եւ ներքին ինչու ոչ գեղեցկությունը ապահովում են բացառապես ակադեմիայի վարպետները։ Եվ արդեն գիտեն եւ իմ Վարսարդարին, եւ Դիմա Արդարին, եւ գիտեն, որ Lia Beauty Academy-ն կազմակերպում է բացառիկ սեմինարներ։ Իսկ սեմինարների լավագույն դեմքերը առաջնահերթ իրենց արշավը սկսում են մեզ մոտ կամ գալիս են կիսվում են իրենց տպավորություններով։ Երկար խոսեցի։ Միանգամից ներկայացնում եմ, որ ունեմ շատ սպասված հյուրը, որ ընդամենը մի քանի օրով է հատուկ Lia Beauty Academy-ի կողմից հրավերքով Հայաստանում հայտնի մատնահարդար, ինստրուկտոր ժյուրի Արաքսիա Գասպարյանը, իսկ նրան ուղեկցում է Lia Beauty Academy-ի PR մենեջեր իմ դիմահարդար առաջնահերթ Էրնա Խաչատրյանը։ Ողջույն գեղեցկուհիներ։ Ողջույն։ Ես առաջնահերթ Արաքսիային ասեմ բարի գալուստ Հայաստան։ Ես այնքան լավ եմ ինձ զգում, երբ որ իմանում եմ, որ իմ ընկերները, ինչ ոչ թե գուցե Ռուսաստանից կամ այլ երկրից հրավիրում են այստեղ հայ մասնագետների, որոնք իրենց ժառանգությունը, իրենց մասնագիտությունը տարածեն, թե այդ գործում Lia Beauty Academy-ան առաջատարն է։ Ես ուզում եմ Էրն ջան շփվեմ Արաքսիայի հետ, հետո խնդրում եմ ինչ բաց թողեցի ավելացրու անպայման, հա։ Նախ առաջնահերթ ասեմ, երևի թե մատների վրա կարելի է հաշվել այն սեմինարները, որ զուտ իմ նկարումների պատճառով ես չեմ հասցնում այնտեղ լինել, եւ քիչ բան եմ մի քիչ իմանում, բայց հետո իրանք գալիս են ինձ մոտ եւ անձամբ կիսվում են, հա։ Եվ երբ որ մենք դիտեցինք, հետևեցինք Lia Beauty ստորիներին, վիդեոներին, այսպես այնպես, ես հասկացա, որ Արաքսյան բավականին հետաքրքիր մեծ սեմինարը տեղ ունենալուց հետո նաև շատ հուզվել է։ Դե հիմա պատմիր ինձ ոնց անցավ, ինչպես եւ քո տեսակետը։ Մի բան էլ ավելացնեմ։ Արաքսյան երկար տարիները մանկուց, չէ՞։ 5 տարեկանից։ 5 տարեկանից։ Բնակվում է մի հատ Ռուսաստանի Դաշնությունում, դա փաստ է, որ մեր աղջիկը ավելի շատ խոսել է ռուսերեն, մենք դա արդեն հասկանում ենք։ Ողջույն։ Ուզում եմ ասեմ, որ ես շատ տպավորված եմ հայ աղջիկների համեմատ։ Можно я продолжу по-русски? Хорошо, Они пожалуйста. очень талантливые. Я настолько была восторжена их отзывами. На самом деле, как вы и сказали, действительно, я впервые на родине с курсами. Ես շուտվանից եմ գալիս Հայաստան, բայց հենց գործի կապման առաջ անգամ եմ եկել ու տպավորությունը շատ լավ է։ Աղջիկները անենց են ինձ հուզել։ Эс Вирекорва меч, лав ашхателенг, и вчера девочки настолько приятные слова сказали, на самом деле для меня, как для профессионала, это очень важно. Они были восторжены тем, как я умею доносить информацию, как я очень долго их задерживала и мучила немножко. И в целом вчера девочки своими отзывами, команда Lia Beauty не подведет, довели меня до слез. Действительно, и на самом деле я понимаю, что, наверное, здесь я буду не в первый, не в последний раз с курсами. Сразу скажу, мы решили с Lia Beauty Academy, что, наверное, нужно сотрудничать нам в долгую. Так как на самом деле я понимаю, что здесь, в Армении, ногтевая индустрия нуждается в экспертном видении в маникюре. Я являюсь экспертом уже более 14 лет, являюсь также спикером и преподавателем более 9 лет. У меня есть собственная школа-академия у нас в Краснодаре. И я понимаю, что взгляд на ногтевую индустрию, на моделирование, на маникюр, на эстетику в этой области для мастеров Армении немножко замылен. И поработав с девочками, я понимаю, что нужно взращивать серьезных экспертов. Я готова. Շատ լավ։ Ես հասկացա, որ սեմինարի ընթացքում բնականաբար ձեր տեխնիկան եք սովորացրել, այնտեղ հատուկ թեմաներ, հա։ Դուք ինչ որ մի ձևով տարբերվում եք մնացած մատնահարդարներից, որ ասում եմ, մեկ կուրս սեփական տեխնիկան, ձեզ մոտ այնց թեմա կա։ Мои сильные стороны, вообще, можно я скажу так, словами учеников. Кто меня знает, мой блог, если зайти и посмотреть разделы отзывов, у меня огромное количество отзывов от студентов, и
Мои студенты первое, что отмечают во мне, моя сильная сторона– это умение доносить информацию, разжевывая детально. На самом деле я являюсь перфекционистом по натуре, как человек, и отношусь к своему делу максимально серьезно. Я живу этой профессией, я являюсь матерью 2 малышей, все равно живу своей профессией, я, можно сказать, карьеристка. И я начинала с низов, от мастера на дому. Сегодняшним уровнем являюсь спикером всероссийского уровня, судьей чемпионатов. Являюсь инструктором, у которого большая онлайн-школа, онлайн-платформа, и ученики у меня по всему миру. Абсолютно по всему миру. Не только в России я популярна. И на самом деле я являюсь спикером, который учит, как преподавать. Не только учит, как моделировать. И главное, моя сильная сторона, что я могу и позиционирую эту чистую эстетику в маникюре. И самый дорогой классический вид моделирования – это когда тонко и максимально натурально. И действительно, ко мне идут за моим почерком. Правда. То есть люди сначала идут за моим почерком, но, поработав со мной, понимают, насколько душевно я отдаюсь делу. И, наверное, поэтому вчера девочки очень долго признавались, искренне признавались в моем умении. То есть, опять же, ученицы из Армении первое, что отметили, такого семинара в ногтевой нише здесь еще в Ереване не было. Ինչ հաճելի է։ Եվ մի հարց էլ։ Ես գիտեմ, որ սեմինարից հետո դուք արդեն 2 օր է, եթե ոչ ավելի, նաև դասընթացներ եք տալիս հենց ակադեմիայում, հա։ Դա շարունակվելու է, թե եզրափակվեցինք։ Կարող եմ 2 օր էլ ավելանա, եթե ցանկացողներ լինեն, թե տենց թեմա չկա, կարող է։ Այսինքն մենք Արաքսյան էլ պահում ենք։ Ամսի 25-ին, 26-ին, 27-ին դեռ ունենք դասընթացներ, որը վարելու են հենց Արաքսյան։ Հիանալի է։ Ես առաջարկում եմ այս պայն բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր որ սիրում են Հակոբովնայի փաստերը, հետևեն տեսանյութին, թե ընդհանրապես ինչի մասին խոսում Արաքսյան եւ ինչպեսի տպավորությունների մասն էր կիսվում, հենց հիմա տեսանյութը դիտում ենք, վերադառնում ենք տաղավար։ Եթե 21 TV նոր եք միացել տոնը, շնորհավոր Ձինա հետ նախագծին հերթական անգամ տեղեկացնեմ, որ իմ հյուրն է Ռուսաստանի Դաշնությունից մեր հայրենակցուին հայտնի Մատնա Հարդար, ինստրուկտոր, ժյուրի Արաքսիա Գասպարյանը, իսկ նրան ուղեկցում է Լիա Բյութի ակադեմիայի մենեջեր Դիմա Հարդար, Էռնա Խաչատրյանը։ Էռնա Խաչատրյանը սկզբից մինչև վերջ եւ կազմակերպչական աշխատանքների մեջ է եւ հետեւում է գրեթե բոլոր այն թեմաներին, եւ եթե ես հանկարծակի կարողանում եմ հասցնել սեմինարի բացում անել, հասցնում եմ Դիմա Հարդարը ինձ նաև գեղեցկացնել, այդ բոլորը անում է։ Ես ակադեմիայի հիմնադիր նախագահ վերջերս շփվելուց ուզում եի հասկանալ Էռնան էլ ինչ չի անում, հասկացա, որ Էռնան մնացել է ինձ մոտ գադմինիստրատոր ու այդքանով եզրափակվենք։ Էռնա, իսկ քո տպավորությունները դու շաբաթվա մեջ շատ սեմինարներ ես բնականաբար հետևում, տեսնում, գնահատում, կա տարբերություն, օրինակ ինչ ես մտածում, մերոնք ուզում են ավելի շատ օրինակ դրսից լինեն վարպետներ, թե մեզ համար այդքան էական չի, կարևորը լավ մասնագետ կա։ Նախ ամենասկզբում ուզում եմ նշել, որ քո բացակայությունը շատ նկատելի էր մեր սեմինարի ժամանակ։ Լսեցիք Արաքսիայի մեր ամփոխարինելին։ Չեմ ուզենա ինչ-որ համեմատություններ անել դրսի եւ մեր Հայաստանի մասնագետների միջև, բայց ամեն դեպքում կարծում եմ կա նման կարծրատիպ, որ դրսի մասնագետները փոքրինչ ավելի ուրիշ գիտելիքներ են տալիս։ Կա տենց բան։ Բայց ես փոքրիչ դեմ եմ։ Մենք եւս ունենք շատ լավ մասնագետներ, բայց նաեւ կասեմ, որ անկեղծ Արաքսիայի սեմինարը որոշ առումներով տարբերվեց իր դրված գիտելիքներով, խոսքով, գործով, ամեն ինչով ու հուսամ եւ վստահ եմ, որ մեր գործը միանշանակ շարունակական կլինի եւ շատ շնորհակալ ենք նաեւ, որ մեր ուսանողներին հուսախապ չարեց Արաքսյան ու իրականում բոլորը շատ գոհ եւ շնորհակալ էին։
արձագանքները շատ մեծ էր։ Էրնա, եթե դու կողքից օրինակ տեքստեր լսես, ես փորձել եմ մի քանի նաև voice-եր քեզ ուղարկել, զուտ ուղակի մասնագետներ չէ, բայց որ ուզում են բազային սովորեն, հա։ Ասում են, դե բացի այն, որ ակադեմիան շատ խոր ամեն ինչ ցույց է տալիս, մենք ունենք այդ տեխնիկան, այն որ full տեխնիկան ունենք, ամենամանրակրկիտ երևում է թե ինչ է կանում։ Այդ բոլորը մեկտեղ ասում են, որ կապ ունի նաև հասանելի խոսքը։ Այս դեպքում մեր Արաքսյան փաստորեն ռուսերեն է խոսացել, բայց ոնց հասկացա, լավ էլ հասանելի է եղել։ Իրականում հա, երբ որ մասնակիցները գրանցվում էին, շատ էին հարցնողները, որ արդյոք հայերեն խոսելու է կամ չէ, բայց թե սեմինարից հետո, թե դասընթացներից հետո ոչ մի դժգոհություն չի եղել մասնակիցների կողմից, որովհետև Արաքսյան անգամ ռուսերենով այնքան գրագետ ու մատչելի է բացատրել մեր մասնակիցներին, որ ուղղակի խոսքեր չկան։ Հիանալի, ինչ է սպասում առջևում։ Մենք դեռ քեզ հասկացա, պահում ենք հայրենիքում, վերադառնալուն պես կարող արդեն մտածես, որ ինչ որ մի նոր ծրագրով Լեաբյութի ակադեմիայի հրավերք ընդունես, նորից գաս։ Ինչ է սպասում քեզ առջևում։ Ինչ ունես անելու։ Երևի կգա։ Ես շատ ծրագիրներ ունեմ, տարբեր տեսակի. Как вы сказали, тех, кто даже с нуля готов пойти в индустрию маникюра, то есть и подобные курсы, я выезжаю с курсами и базовыми, и повышение. И на самом деле տարբեր ծրագիրներ ունեմ։ Մտածում եմ, որ Լեաբյութի ակադեմիայի հետ մենք ինչ-որ մի բան կորոշենք։ Տարին դեմներ ես, այլ է մի բան կլինի։ Այո։ Сейчас вернусь домой, налажу все у себя в академии. Там тоже ждут ученики, но в любом случае здесь мне очень понравилось Хайренасем Матнолорта, Аненславер. Все-таки наши девочки, они другие, правда, искренние. Есть шат Хайренасерем. Աղջիկները գիտեն, семинары վերջում. Я всех заставила танцевать кочари. Да, на самом деле. И я удивилась, что наши девочки в Ереване стесняются. Да. Ինչ վատան ունենք անե դրսում փաստորեն։ Մի քիչ։ Հա, ես գիտեք չէ, մեր մոդել, մեր ռուս աղջիկների հետ, արդեն իրանք բոլորը սովոր են, չարել են, հետը սպարում, Արամ Ասատրյան են լսում, ամեն ինչ տենց բան կա մեր մոտ ու ես սեմինարը վերջում ասի հայ աղջիկներ, իմ երազանքն է, որ դուք հիմա հելն եք, վերջում մի հատ հետս կոչարի πάρեք։ То есть на самом деле и эта атмосфера, она сближает. Я очень люблю, знаете, чтобы не было границ между спикером и учащимися, и они это почувствовали. Դա շատ կարևոր երևույթ է։ Այն որ ասում եմ պատը կոտրացինք։ Եվ մի հարց էլ ուզում եմ Էրնայել շփվել, հասկանալ թե մեզ ինչ է սպասում ակադեմիայի կողմից, հա, նորություններ։ Իսկ կան օրինակ այստեղ մատնահարդարներ, որոնք նորից կայացած, հա, մատնահարդարներ, ովքեր իմացել են Արաքսյան այստեղ է, եւ ինչու ոչ, ցանկացել են ծանոթանալ, եթե ծանոթ չեք, ինչ որ միջափով համագործակցել, տենց թեմաներ եղել է, թե բոլորը տենց խելոք պատտակը նայել են, թե ինչի անում Արաքսյան։ Ընկերներ ունես մատնահարդար։ Այստեղ։ Այո։ Հա։ Հենց հիմա ես արդեն շատ մոտ ծանոթացա Գայա Այվազյանի հետ։ Ահա, մեր Գայայի հետ։ Երևի դուք լավ իրան գիտեք։ Իհարկե Գայան մեզ մոտ աղավարում էլ եղել։ Ինքը մեր սպոնսորն էր հենց սեմինարի, իր բրենդը, լավագույն բրենդը։ Ես օրինակ ասեմ, ռուսերեն ասեմ, я являюсь также технологом, экспертом и очень сильно понимаю в химии материалов. И когда Гая сказала, что у нее есть свой бренд, я сказала: Гай, отправь мне, пожалуйста. За 2 месяца до приезда я тестировала ее продукты, и я не работаю на материалах, если вдруг они меня не устраивают. Это знают все мои коллеги из России. И не делаю просто так пиар, рекламу и так далее. И на самом деле мы сейчас у себя в России в Академии работаем на GA, на бренде Гаи. И приехав, познакомившись с ней поближе, я поняла, что это мой человек. Вот шат инкасенс ужех маснакета. Հայրի համար շատ լավագույն մատերիալներ ունի, որի հետ մենք հենց հիմա աշխատում ենք ստեղ Լեաբյութի ակադեմիայում։ Այսինքն դուք մի քանի ամիս առաջ արդեն Գայայի նյութերը օգտագործել եք։ Ես սիրում եմ, երբ որ եթերում էլ մենք այդ նյութերի մասին լուսաբանում ենք, հետո ունենում ենք գոնե արձագանք, հասկանանք ինչքանով ենք ճիշտ գովազդել, էլի դա շատ կարևոր երևույթ է։ Նոպրիմեր Գայան, Ես էլ կուզեմ ավելացրու։
Կուզենայի ես էլ GA բրենդին շնորհակալություն հայտնել, որ ողջ սեմինարի ընթացքում այս դասընթացները, որոնք անցկացվում են, մեր ուսանողներին տրամադրում են միայն պրոֆեսիոնալ եւ որակապես նյութեր։ Իսկ վաճառել եք։ Որտեւ ինձ թվում է այդ ընթացքում ցանկանալ։ Իհարկե վաճառ Ցուցադրություն վաճառք եղել է։ Իհարկե եղել է, բայց գայայի նյութերը այնքան լավն են, որ այդ ինչ որ հատուկ վաճառքով զբաղվել պետք չի իր հաճախորդները Սպառողը ունի աստեն։ Հիանալի, մի տրենդայինից հարց հետաքրքրում, որից հետո օրնայից շփվեմ։ Ես գիտեմ, որ շատ կանայք հետևում են իսկապես տրենդներին, առավել եւս մազերի հետ կապված։ Իսկ ինչքանով են մեր կանայք, աղջիկները հետևում, ասում են օրինակ, այս տարի այս քառակուսիները այդքան մոդայիկ չի, սուրը ավելի մոդայիկ է, կամ մարդ կա, որ ինչ էլ լինի մոդա տրենդ, ինքը իր սկզբունքի տերն է, պետք է մնա այդ քառակուսին։ Հետևողներ կան, հատուկ ասենք հարցնում են, որ ձևերն է ավելի մոդա։ Հա, կան, շատ կան։ Փոխողներ էլ կան, որ իմանում են մոդայիկ է ու փոխում են։ Կան, բայց քիչ։ Հա։ Գիտեք ոնց, самые такие вот клиенты, которые отслеживают за трендами, в основном, конечно же, это люди более строгого, так скажем, формата. Это ногти более строгого, сдержанного формата. Я сама люблю дорогую классику. Օրինակ ես իմ եկել եմ վաղվանից մենք անցկացնելու ենք նոր դասեր հենց այդ ամենատրենդային տեխնոլոգիայով, որին որ по-русски скажу, очередь. Мы когда планировали, что я приеду, я сказала, у меня есть один день, давайте поставим одну отработку, один курс. В итоге вышло у нас сейчас 3 группы, потому что эта техника здесь востребована. Բայց մի քիչ դժվար է, հենց մասնակիցների համար իրանք չեն կարում այդ տեխնիկան իդեալական սարքեն։ Это техника Old Money French. Это вот бнаական sense натуральность. Այո։ Да, բայց еще натуральнее. Я бы вам с удовольствием сделала ногти. Хорошо. Вот, трендային sense French-ը, որը որ շատ չոտքի չի, резкий չի, իմը հիմա օրինակ չոտքի квадрата ձերնել եմ տենում, знаете. Вот, но сейчас востребована более, знаете, такая дорогая классика. Я часто называю ногти жены миллионера. Неважно, вы жена миллионера или нет, неважно, ты будешь себя чувствовать. Вот после макияжа, после красивой укладки приятно, правда, выходить в люди. То же самое для меня ногти. Это продолжение руки. И ногти — это один из главных пунктиков в женщине, где нужно быть неброской, утонченной, нежной. И сразу вот даже через руки мы видим, насколько, да, вот красивая женщина может себя ручками преподнести, жесты и так далее. И, конечно же, в тренде сейчас это натуральный, тонкий, но при этом четкий арочный квадрат. Это не те большие арки, небольшая длина, это четкость. Я думаю, ովքեր որ հենց մատնահարտարի մեջ են, հիմա մեզ նայում են, իրանք կհասկանան, что это, да, арочные ногти и натуральность. Анатомическая натуральность архитектуры. Это то, что я вот преподношу, и то, чего не хватает сейчас многим мастерам. Это тонкость. Квадрат может быть сейчас в тренде и четкий, действительно, он в моде, но он должен быть поджатым, собранным и тонким. А если мы говорим про мягкий квадрат, то сейчас, конечно, в тренде эта техника имеет место быть, и она называется сквоувал, эта форма. И сквоувал — это утонченный квадрат с немножко мягкой линией торца. И вот чем натуральнее оттенки, чем натуральнее подсвечивается эффект френча снизу, это сейчас самый дорогой тренд. Old Money French. Ну, я думаю, кто уже заинтересуется. Да, те, кто будет мной интересоваться, им этим կտենան։ Հիանալի է։ Դուք արդեն հասկացաք ինչ է ընդհանրապես մոդայիկ, բայց ես գիտեմ, որ իմ կարծիքով գրեթե բոլոր տարիների ամենատրենդային եւ եթերային ավելի շուտ, հա, այդ մանիկյուրը երևի թե ֆրենչն է։ Ներողություն եմ խնդրում մնացածին, ովքեր որ չեն սիրում։ Էրնե, խնդրում եմ ներկայացրում ես ինչ է սպասվում ակադեմիայի կողմից բոլոր այն հեռուստադիտողների համար, ովքեր որ թեկուզ նոր սկսում են ակադեմիայի էջին հետևել։ Ինչ ունենք։ Դե, ինչպես գիտեք, մենք ամսվա ընթացքում նշել եմ մի քանի անգամ, որ ունենում ենք բազում սեմինարներ, ու մոտ ապագայում էլ ունենք շատ հետաքրքիր սեմինարներ, օրինակ հենց մայիսի 8-ին ունենալու ենք բիզնես տրեյնինգ, որը անցկացնելու է Վահե Ռոբեր Այվազյանը, ու նշեմ, որ երկրորդ անգամ, որովհետև հենց առաջին բիզնես տրեյնինգից հետո շատ մեծ արձագանքներ եղան,
Ունենալու ենք երկրորդ անգամ ու սպասվում են շատ հետաքրքիր ու թրենդային թեմաներ։ Ունենալու ենք մայիսի 12-ին դիմահարդարման սեմինար, որը անցկացնելու է Լիլիթ Խաչատրյանը։ Մայիսի 19-ին անցկացնելու ենք թարթիչի եւ հոնքերի լամինացիայի սեմինար։ Իդեպ նշեմ, որ սպիքերը ժամանելու է Հայաստան-Ուկրաինայից, հատուկ մեր հրավիրով։ Այո։ Հունիսի 2-ին ունենալու ենք կոսմետոլոգիայի սեմինար։ Այո։ Սպիկերը ժամանելու է Հայաստան էլի մեր հրավերով Ռուսաստանից, բժիշկ կոսմետոլոգ Վերա Սանթրոսյանը։ Իմ Վերան։ Այո։ Պաշտում եմ ես իրան։ Հետո ու նման լիքը սեմինարներ։ Դե տենց որ խոսենք, եթերս չի հերիքի։ Այո։ Բայց ես ասեմ, որ Լիաբյութի ակադեմիայում կարծիքով link ասվածը Instagram-յան իմ մոտ չի բացակայում story-ին ոչ մի օր, այնտեղ կարող են մտնել, չէ, հետևել եւ վստահ կարող եմ ասել յուրաքանչյուր զանգը անպատասխան չի մնում, յուրաքանչյուր հարցի պատասխան ստանում։ Ես ասում եմ այն իմ ընկերների համար, ովքեր որ ինձ ասում են, «Ձին մի հատ կիմանաս ակադեմիայում ինչ նորություն կա»։ Ամոթալի բան չկա, մտնում նայում եք, հետևում եք, իմ կարծիքով կարողանում են զանգել յուրաքանչյուր հարցին պատասխանում եք, չէ՞։ Համենայն դեպս ես վստահ կարող եմ ասել, որ ակադեմիայի մասին գրեթե բոլոր նորությունները առաջինը կարող եք լսել, տեսնել, վայելել հենց մեր ծրագրի շրջանակներում, քանի որ մենք ունենք ֆորմատ։ Ինձ մոտ հիմնականում նաև տաղավարում Արաքսաչյան գալիս են բոլոր այն մարդիկ, երգիչ, երաժիշտներ, կազմակերպիչներ, հաղորդավարներ, ովքեր որ առիթների հետ կապ ունեն։ Ես քանի որ գիտեմ Էռնան ինչպիսին է որպես հոբելյար, ես ում իմանալ Արաքսյան ինչպիսին է որպես հոբելյար։ Տեսակներ ասեմ դու ընտրի։ Օրինակ կին, որ ամիսներ առաջ սկսում է կազմակերպել լիցենզիան օրը, կին, ով չի սիրում տեսակն է մեկ ուսանում է այդ օրը, եւ կին, որ տուն տեղ ընտանիք կոլեկտիվ ոնց է չլինի մի բան կկազմակերպի։ Որն է քոնը, դու որի մեջ ես մտնում։ Առաջին Այն որ dress code-ներով բան տենց հատուկ, հա։ Շատ եմ սիրում։ Եղել է արդեն այս տարի քո ծնունդը։ Շուտով։ Ու տենց պատրաստվում ես։ Հիմա չէ, ստեղ եմ։ Հա, բայց չէ, բայց այս տարի մենք մեր ակադեմիայի առաջի տարին ենք նշել։ Ահա, հետո։ Հենց այդպես dress code-ով, ամեն ինչով մի 2 ամիս առաջ պատրաստվել ենք ու շքեղ անցկացրել ենք մեր հյուրերի համար, մեր հաճախորդների համար եւ իմ աշակերտների համար 2 օր ծնունդ ենք նշել։ 2 օր։ Առաջի օրը հենց սենց տոնական էր, երկրորդ օրն է արդեն ես մաստեր կլաս եմ նվիրել իմ աշակերտների համար։ Ապրեք։ Ես հույսով եմ վստահ եմ, որ դուք այստեղից տպավորված եք գնալու Ռուսաստանի Դաշնությունը ձեր, վստահ եմ ունեք նաև պատմելու շատ թեմաներ, ջերմությունը եւ վստահ կարող եմ ասել, որ դուք ասելու եք, որ իսկապես ակադեմիան կարողանում է գոհացնել այն վարպետներին, որոնց պետք է ամեն մի քայլը մանրակրկիտ ներկայացնի, ցույց տա միայն տեսակը, չէ՞։ Վստահ կարող եմ ձեր փոխարինել ասել, որ նրանք միշտ առաջատար են, ասա որ տենց է։ 100%։ Իսկ ես շնորհակալ եմ ձեզ եւ շնորհակալ եմ Լիաբյութի ակադեմիային, որ վստահում է Հակոբովնային եւ բոլոր այն վարպետները, որ գալիս են ինձ մոտ տաղավար ջերմորեն կարողանում են խոսել, ներկայացնել, պատմել, դա ինձ համար եւս մեծ նաև գերագույն հաճույք է։ Շնորհակալ եմ քեզ, վստահ եմ մյուս անգամ գալուց դու արդեն մի այլ թեմայով ինձ հետ կշփվես եւ կասես, որ Հակոբովն հնարավոր է սենց գնա, ես երևի թե մասնաճյուղ գամ, բացեմ Հայաստանում։ Ինձ թվում է Գևորգը կհասնի դրան, որ դու կլինես նաև հերթական անգամ մեզ մոտ։ Շնորհակալ եմ շատ ձեզ։ Իսկ այսքանից հետո հարգարժան թրենդին հետևող կամ չգիտեմ այնտեղ որ շատերը ինձ գրում են Ցինա ջան, դու ինչ ես անում, որ այդքան մյուսի ունես
լինում, եթե անկեղծ այդքան միշտ չի որ տենց հավես եմ ունենում, բայց հավես ունեն վարպետներս, որովհետև առանց նրանց մոտ ներկա ստանալու ես այստեղ չեմ նստում նախանձել պետք չի Լեա Բյութի ակադեմիայի տեղը գրեթե բոլորը գիտեն, մասնաճյուղերը կան բնականաբար, իսկ նորությունները ներկայացնում է բացառապես 21 TV-ին եւ տոնը շնորհավոր Ձինա այդ նախագիծը գեղեցկույն է այդ մեկտեղ Ձինա Հակոպովնան էր ձեզ հետ։ Ինձ փնտրեք բացառապես 21 TV-ի եթերում բարին ընձեզ։ Մեր մոտ ծովը ծնկներից հա ու էդ լավ քեֆ անելուց հա մեր նման համով անուշ քեֆ անող չկա ու չկա Մեր մոտ ծովը ծնկներից հա ու էդ լավ քեֆ անելուց հա մեր նման համով անուշ քեֆ անող չկա ու չկա Ուրեն ընկերներս, ուրեն խենթ ու խելարներս Թե թող մոտենան ու չհագենան ես ուրախորից Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Քիչ դժվարա, բայց դե ականջի տողարա Թե ինչ կբերի քեզ վաղվա օրը արի քեֆ արա Գիտեմ որ մի քիչ դժվարա, բայց դե ականջի տողարա Թե ինչ կբերի քեզ վաղվա օրը արի քեֆ արա Ուրեն ընկերներս, ուրեն խենթ ու խելարներս Թե թող մոտենան ու չհագենան ես ուրախորից Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ տեղը Թե ով ոնց կարա օրը երկարա թողանիր բաժին քեֆը Թե ով ինչ կասի դու քեֆը տարա չարածիտ